Եվ այո, տարօրինակ բան եմ ասում, Ժորժ ջան, ում ուզում եք գնացեք քվեարկեք, ուզում եք իշխանությանը քվեարկեք, գնացեք քվեարկեք, ուզում եք ընդդիմությանը քվեարկեք, գնացեք քվեարկեք, բայց ամենակարևորը տնից դուրս եկեք։ Թույլ մի տվեք, որ դուք նստելով տունը բերեք թուրքին ձեր դռան դեմը։ Ինչին մենք ականատես եղանք, գիտեք, այս 100 տարվա ընթացքում։ Եվ սա է ուրիշ ուղղակի տարբերակ չկա։ Ապաթիան տալիս են դրան էլի։ Հիասթափություն, ինչից ենք հիասթափվում։ Որ ասում են ապաթիա, հիասթափություն, ապրենք էլի։ Ինչից ենք հիասթափվում։ Հիասթափվում ենք մենք մեզանից։ Կգա էլ ավելի բեթարը։ Դե նախկինների ֆոնը արդեն էլ չեմ։ Ավելի բեթարը, տեսեք, կգա ավելի բեթարը արտահայտությունը կրկին շատ նեղ շրջանակների մեջ է գցում։ Ժորժան, ավելի բեթարի հարցը չի։ Այսօր ունենք իրավիճակ, երբ որ այս իշխանությունը չի ուզում, չի կարում, չեն թողում, կամովի, չգիտեմ, տանում է երկիրը դեպի ապամոնտաժում, էլ ոնց է, էլ ինչ պետք է այս մարդիկ ասեն, ընդ որում իրենք էլ են դա ասում։ Սահմանադրության փոփոխությունը, մի հատ մեկն ու մեկը հարցն ինչի համար են անում։ Խաբում են, ասում են մեջը բան կա, տարածքային, չգիտեմ ինչ եւ այլն եւ այլն։ Անում են ուղակի ուղիղ Ալիևի հրահանգով։ Ինչի համար Ալիևին կարևոր օրինակ նույն սահմանադրությունը փոփոխվի։ Շատ պարզ պատճառով, մինչեւ իրավական հիմքը երկրի չքանդվի, չտրակի, ինքը չի կարող Արևմտյան Ադրբեջան ձևավորի։